Ողջույն 24-ի եթերում հետագիծն ես Նարեկ Գալստյան, այս պահին ես հյուրում կարել եմ Արմենիա 2026 շարժման ղեկավար Նարեկ Մանուկյանին, պարոն Մանուկյան ողջունում եմ եւ շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եւս շնորհակալ եմ։ Մեր հեռուստադիտողների համար ասեմ, որ անպայման պիտի ես թեման մի հատ խոսենք, որ մինչև շարժման հիմնադրվելը դուք Երևան քաղաքի քաղաքացիական խմբակցության ավականու անդամ էիք, ինչպես նաև Ֆանարջյանի անվան ռուսկաբանության կենտրոնի տնօրենը։ Ձեր պայմանագիրը լրանալուց դուք դուրս եկաք աշխատանքից, պայմանագրից հետո, ինչպես նաև դուրս դադարեցիք ավականու անդամակցությունը։ Հիմա գիտեք, կարող է տպավորություն ստեղծվել, որ դուք որոշեցիք զբաղվել քաղաքականությամբ այն բանից հետո, երբ այլևս պետական պաշտոն չունեք, այսինքն պայմանական ասած, պետական պաշտոն չունեք, դարձել եք ընդդիմադիր։ Այս հիմնական ասեմ կամ, չգիտեմ, կասկածի մեջ որքան ճշմարտություն կա։ Ուրեմն ինչ վերաբերվում է բժշկական հիմնարկ կառավարելուն, ինքը ոչ պետական պաշտոն ասվածը, ինքը այդքան էլ պետական պաշտոն չի, երբ ինքը փակ բաժնետիրական ընկերություն է, որի 100% բաժնեմասը պետությանն է, բայց ինքը դու հանդիսանում ես փակ բաժնետիրական ընկերության ղեկավար եւ հիմնարկը զբաղվում էր սոցիալական ուղղվածությամբ, այսինքն բուժ հիմնարկ էր եւ քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունեցող մի հիմնարկ էր, որտեղ ես ստացել եմ ղեկավար 19 թվականից, եղել է հիմնարկը զարգացնելու առաջընթաց ապահովելու ծրագիր, որը մինչև վերջ կատարվել է։ Եվ այնուհետև հիմնարկի ղեկավարելը շարունակելու համար նոր ծրագիր էր պետք, նոր մարտահրավերների պետք է պլանավորենք եւ կատարենք, ինչը եւ իմ դեպքում կարիք է չտես, այն ինչ որ ես մտածել էի, ծրագրով հաստատվել էր, հաստատված ամբողջական ծրագիրը կատարվել է։ Իսկ ինչ վերաբերում է ներողություն, ինչ վերաբերվել է ավականուն, ուրեմն ես քաղաքը համարել եմ մեծ տնտեսություն եւ համարել եմ, որ այս կարող է մեր քաղաքային տնտեսությանը օգտակար լինել եւ որոշակի ժամանակ աշխատել եմ որոշակի մտքերով իմ հնարավորության սահմաններում, որպես ավականու անդամ իմ ունակությունը ներդրել եմ, բայց եկավ մի ժամանակ, որ գտա, որ այլևս շարունակելու իմաստ չկա եւ իմ կողմից հենց դադարեցվել է ավականու անդամ լինելը։ Բայց եկեք ընդունենք, պարոն Մանուկյան, որ ձեր ավականու անդամակցությունը Երևանի քաղաքապետարանում զուգահեռվեց Հայաստանի համար պատմական ողբերգական իրադարձություններով։ Անշուշտ կարելի է ասել, որ Երևանի քաղաքի ավականու անդամ այնքան էլ քաղաքական, այսպես պաշտոն չի ազգային ժողովի պատգամավոր չեք եւ այլն, բայց դա այդ մեկտեղ եկեք ընդունենք, որ դա ընտրովի պաշտոն է, դուք էլ ցուցակում եք եղել, ու լինել ցուցակում մի թիմի, որի գործունեության հետ է կապված ամբողջական այս բոլոր ողբերգությունները, այստեղ կարող է հարց առաջանալ, ինչի այդ ժամանակ դուրս չեկաք ավականու անդամությունից, ասենք Արցախի հայաթափման ժամանակ, դրանից առաջ Պրահայում ստորագրված հայտարարության ժամանակ, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում Փաշինյանի կողմից, ու այսպիսի տրիգերային դեպքերի պարագայում։ Ես գտնում եմ, որ անկախ նրանից երկիրը ով է ղեկավարում եւ իշխանական թիմ է ղեկավարում, պետական բազմաթիվ պաշտոններ, բազմաթիվ պետական աշխատողներ պետք է իրենց տեղը աշխատեն։ Այսինքն իրենց դուրս գալը, երբ որ քո դուրս գալը ոչինչ չես փոխելու, իմաստ չեմ տեսնում։ Եվ երբ որ եթե ես չորոշեի որոշակի քաղաքական process-ների մասնակցեի, ակտիվ ոչ այն քաղաքականությունը, որ իրենք վարում են, ակտիվ այդ քաղաքականության նոր թեզ չառաջադրեի, միգուցե ես եւս դուրս չգայի, որտեղ համարում եմ, որ պետական, ասում, բազմաթիվ պաշտոններ կան, բազմաթիվ աշխատակիցներ կան, պետք է մնան ու աշխատեն ու մնում աշխատում են ու իրենց այնտեղ մնալ աշխատելը բացարձակ չի նշանակում, որ իրենք համաձայն են այն գաղափարների, այն վարած քաղաքականության, որը վարվում է պետական կամ պետությունը ղեկավարողի կամ այդ թիմի կողմից։ Առավելևս ես երբևէ կուսակցական չեմ եղել, այլ եթե լինեի ես կուսակցության անդամ, քաղաքացիական պայմանագիր եւ միանշանակ ամբողջական կկիսեի ձեր մտահոգությունները, որ եթե կուսակցության անդամ եմ, նշանակում է ամբողջությամբ կիսում եմ իրենց պատասխանատվությունը։ Երբևէ չեմ եղել եւ համարել եմ ես իմ տեղում պետք է իմ գործը անեմ, որը որ բազմաթիվ բոլորի կողմից գրեթե ասում են, որ ամեն մարդ իր տեղում իր գործը պետք է անի, մենք ամեն մեկս մեր տեղում մեր գործն ենք արել, բայց երբ որ գտնում ես պետք է զբաղվես ակտիվ քաղաքականությամբ, իհարկե անհամատեղելի է աշխատել մի թիմում, որի ղեկավարի գաղափարախոսության եւ առանց քաղաքականության հետ ամբողջական համաձայն չես։
Լավ, պարոն Մանուկյան, որոշել եք զբաղվել քաղաքականությամբ, հիմա այս պահին մեր երկրում հերթական ճգնաժամային իրավիճակն է։ Գիտեք, որ իշխանություն սկսել է, այսպես ասենք, պատերազմ հայտարարել հայրաքելական եկեղեցուն, անշուշտ դնելով առանձին հոգևորականների, սրբազանների, վեհապար հայրապետի եւ այլն, բայց խորքի մեջ բոլորն էլ հասկանում են, որ եթե ցանկություն կա հարցեր լուծելու եւ ցանկություն կա ինչ-որ խնդիրներ վերհանելու, սա այն մեթոդը եւ ձևը չէ, որով որ զբաղվում է Փաշինյանը, ուղիղ հայհոյելով եւ հայոյախառն բառակապակցություններ խոսույթ ներարկաշելով, էլ չեմ ասում իր կողմնակիցների այս ամբողջական այսպես հայոյախառն արտահայտությունները հայ առաքելական եկեղեցու սպասավորների նկատմամբ։ Հարցս ինչն է, դուք այստեղ ինչպես եք տեսնում այս խնդրի լուծումը, եկեղեցին պաշտպանելու կարիք ունի այսօր թե ոչ։ Իրականում ցանկացած երկրի ղեկավար, ցանկացած կուսակցություն, որ ստանձնում է երկրի կառավարումը, իր առաջին գործը պետք է լինի երկրի միասնականության քարոզելը եւ առարկական դրան հասնելը։ Ու ցանկացած հակառակ գործընթաց, եթե անմանավանդ երկրի ղեկավարի կողմից, դա բացարձակ ընդունելի չէ եւ նույնիսկ եթե որևէ պետության, թշնամական պետություն որոշի մարդ քանդի կամ ինչ-որ պետություն որոշում է պետության հետ խնդիրներ առաջացնի, առաջին հերթին այնտեղի միասնականությունն է քանդում, այնտեղ պարակտում է առաջացնում։ Իսկ այսինքն մեր երկրում ինչ է կատարում, երկրի ղեկավարող անձանցից ոմանք պարակտում են առաջացնում երկրում, իսկ պարակտում եթե լինում է եկեղեցու միջոցով, եկեղեցուն առանձնացնում են կամ եկեղեցուն փնովում են կամ եկեղեցին այս բան եկեղեցին ղեկավարողին մեր կաթողիկոսի անձի հետ կապված խնդիր են առաջացնում, դա բացարձակ ոչ միայն իմ կողմից ընդունելի չի, ես ասել եմ առաջնորդին իրենց կողմից ձեռնատու չի։ Որտեւ եթե դու սիրում ես երկիրը, դու առաջնորդ դու պետք է միասնականություն քարոզես եւ միասնականության բերես, այսինքն բայց ներողություն, մենք մինչև այսօր բազմաթիվ եկեղեցին վերջին օրինակն է, բայց մենք մինչև այսօր տասնյակ օրինակներ ենք տեսել, որ միավորելու փոխարեն իշխանությունները գնում են այնպիսի քայլերի, որտեղ որ հասարակությունը ավելի է պարակվում։ Այստեղ հարցը հետեւյալն է. հայ առաքելական եկեղեցին այսօր ունի պաշտպանության կարիք, թե հայ առաքելական եկեղեցին ըստ ինքը կարողանա այս բոլոր հարցերը ինքը իրանով լուծել։ Իմ կարծիքով Նարեկ ջան, ամբողջ հայ ժողովուրդը գրեթե ամբողջ մի որոշակի ինչ-որ անհատների առանձնացած կամ մարդիկ, ովքեր իրականում չեն գիտակցում, որ անձին թիրախավորելով մեր մոտ պարակտում են առաջացնում, առավել եւս մեր եկեղեցու հետ կապված, եկեղեցու հետ է եւ եկեղեցին ոչ միայն պաշտպանելու, ես չեմ կարծում, որ իրականում կարա այն քայլերը, որ խոսքից գործ անցնելու, իրականում դա լինի, որովհետեւ ժողովուրդը թույլ չի տա, մենք բոլորս մեր եկեղեցու հետ ենք։ Դե մարդը ո՞ր ասեց մենք ես իրավիճակը պատկերացնում եմ քրիստոնեական սիրով, թե դրա տակ ինքը ինչ է հասկանում Փաշինյանը, այդ միայն Փաշինյանը է կարող։ Այո, ջան, դες գործնական չեմ կարող պատկերացնել։ Վեհապար հայրապետին այն սրբազաններին, որոնց որ ինքը մեղադրում է, դուրս հանել վեհարանից։ Ես պատկերացնում եմ, Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ է անում, գալիս են Մայրաթոռի մոտ ու սկսվում է մի process, որը հետո հայոց պատմության մեջ որպես հերթական խայտառակություն է պսակվելու։ Ես պատկերացնում եմ, դա լուրջ չեմ համարում, ինքը այդ ավելի շատ օրակարգ է ստեղծում եւ ասելով նախ ինքը այդքան կողմնակից չունի այս բայդրությամբ Հայաստանի Հանրապետությունում եւ ոչ մի կողմնակից գիտակից որևէ մեկը իրեն թույլ չի տա նման բան անի, որտեւ ամբողջ ժողովրդի եկեղեցու հետ է։ Եվ թե օրենքի տեսանկյունից, թե եկեղեցու ներքին կանոնադրության տեսանկյունից իրավասու չի ինքը կաթողիկոս փոխելու, իսկ բռնի ուժով նման բան անել, ասում ամբողջ ժողովուրդը եկեղեցու կողքին է եւ այդ իրականում ավելի շատ օրակարգ ստեղծել, որոշակի տրամադրություններ ստեղծել, ընդհանրապես իմաստը։ Հա, այդ օրակարգի իմաստը։ Պետքա վերլուծես, ես տարբեր վերլուծություններ, որ անում եմ առաջնորդինի մոտ առաջի հերթին տպավորությունն է ստացվում, որ եկեղեցին կամ կաթողիկոսը իր թեզերը, իր օրակարգը պահող մարդ չի, դրա համար ուզում է ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած կառույց ամբողջությամբ ենթարկացնի իրեն եւ հակնդիր հակառակ գնացող ցանկացած կառույց առավել եւս եկեղեցու ղեկավարին ուզում է փոխի եւ լինի այն
այնպիսի մարդ, որը իր բոլոր թեզերը կպահի, իր բոլոր ասածները կանի։ Քրիստոնեության գծով տեղակալ է նշանակի ինքը։ Դե հիմա այդ մեկնաբանման հարց է, ինքը իրականության աղերս չունի, այդ ուրիշ հարց է, բայց ես որ վերելուծում եմ, մտածում ինչն է սրա պատճառը, դե տարբեր թեզեր կան, թեզերից մեկը, որ պատվեր է կատարում, ես էլի առիթ եղել ասել եմ, այդ այնքան լուրջ մեղադրանք է, որ այդ դեպքում ասենք ոչ թե ժողովուրդը անելիք ունել, պատկան մարմինները անելիք ունեն, ու Աստված վճանի, եթե ինչ-որ մի որ բարձրի որ նման բան եղել է, այդ լրիվ արդեն ուրիշ Արտերի նկատի ունեք դրսից պատվեր։ Դրսից պատվեր, հա, այդ արդեն լրիվ ուրիշ բան է։ Եվ այդ դեպքում ասենք ժողովուրդը 1 րոպե իր տեղը պետք է չնստեր, բայց ես ավելի հակված եմ, որ ուղղակի ուզում եմ բոլորին իրեն ենթարկացնի։ Հիմա թե ինչ միջոցներով, չի, որ ասենք եկեղեցու դեմ առաջինը խոսում Ալլա Շուքուր Փաշազադեն, այսպես կոչված է Կովկասի մուսուլմանների ղեկավար, ինչ եմ ասում, այսպես կոչված, որ դա արեստացին կառույց է, ադրբեջանցի շիա մուսուլմանների հոգևոր առաջնորդը, Իրանի շիական առաջնորդն են այո հոգևոր, բայց այնուամենայնիվ մեկ դա է խոսում, դրանից հետո այսօր օրինակ Փաշինյանի այցն է Թուրքիա, իսկ Թուրքիայում նույնպես հայ-առաքելական եկեղեցին ընկալում են որպես այսպես ազգային ոչ միայն կրոնական, այլ նաև ազգային հայկական ազգային միավորման հաստատություն, այսինքն արտաքին ազդակները չափից ավելի շատ են, որպեսզի մտածենք, որ ինքը միայն ներքին խնդիր է լուծում։ Աջան, իրականում ասել եմ ես էլի, որ թեզեր կան, որ երբ որ ստեղծվում են դուրսը, մեկ էլ գալիս են մեր մոտ են թեզ դառնում, բայց ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետության նման ուժային մարմիններում բազմաթիվ հայրենասեր մարդիկ կան եւ նման բան պետք է իրանք այդ ամենը կանխեին եւ եթե նման բան լիներ կամ հանգարց ապագայում ապացվի, ասում այդ լրիվ արդեն ուրիշ հարց է, ուրիշ խնդիր է, որովհետեւ այդ դեպքում եթե նման բան կա, ուրեմն մենք դրանով նաեւ ահազանգում ենք, որ ազգային անվտանգությունը չի աշխատում կամ ասենք ինքն էլ է իրանց այդ գործում, այդպես մի հատ շղթա է, որ այդ ուղղությամբ գնաս, պատկասում ես ինչերի կարաս մտածես։ Դրա համար ես ավելի շատ համարում եմ այդ հիպոթեզը ավելի քիչ հավանական հիպոթեզ, համարում եմ ու ինքը բայց արդյունքի դեպքում ես ասում եմ, էլի արդյունքի դեպքում նույնն է։ Ինքը ինչ տարբերություն դու ես գեներացնում այդ process-ները, թե ասենք դրսից են արվում, այսինքն արդյունքը նույնն է։ Արդյունքը ինչ է, արդյունքը մեր ժողովրդի մեջ եւս մեկ անգամ անջատողականություն է քարոզվում ամենօրյա ռեժիմով, ու անդադ թիրախներ են գտնվում, անդադ փնովում են մարդիկ, այսինքն այդ նույն խաղաղության թեզը, որ խաղաղությունը առաջին հերթին պետք է մարդ իր երկրում բերի։ Այսինքն չես կարող դու խաղաղության ջատագող լինես հարևանների հետ, բայց քո երկրում ասենք ամենօրյա պատերազմ է։ Պատերազմը պետք չի պատկերացնել մարդիկ իրար սպանում են։ Հստակ պատերազմ է ամենօրյա։ Առանց այունել այդ պատերազմը։ Այսինքն չես կարող դու կարող լինես խաղաղության թեզի կրող մարդը, առաջնորդին իր երկրում է խաղաղություն բերում։ Առաջնորդին համերաշխություն քո բոլոր հայրենակիցների հետ ես բերում։ Ձեր ասածներից հետո մենք Փաշինյանի հերացումը անհրաժեշտ է, այս պետության համար, ինչքան ես եմ հասկանում։ Ոչ միայն անհրաժեշտ է, կենսական անհրաժեշտ է, այսինքն ես չեմ կարող պատկերացնել։ Ոնց եք պատկերացնում օրինակ։ Ամենա միշտ ինչ է իշխող խմբակցությունը, իշխող կուսակցությունը ինչ ասում է, լեգիտիմ ենք, ընտրվել ենք եւ վերջ, մենք կարան գնանք ընտրություններով։ Իրականում կա նաեւ օրենքով է, ես իմ մարդու իրավունքներով է, որ խաղ անազանդություններ կարան լինեն եւ այդ միջոցով իշխանությունը հեռանա, բայց փորձը ցույց տվեց, որ ամենայնպես մինչ այսօր եղած բոլոր խաղ անազանդությունները այդ արդյունքը չբերեցին, ամենայնպես ժողովուրդը այդ միջոցով այս պայմանությամբ չի կարող հասնի այդ նպատակին։ Եվ հիմա այս բան եւս process-ներ ընթանում երկրում, որը մի պա կողքից թվում է, որ դրանից երբ որ զարթում ես, կարդում ես, որ երկրի առաջի դեմքը մի հատ նման գրառում է կատարել, քեզ թվում է պետք է նայես հրապարակը լցվել է, բայց ասում ես չկա։ Այսինքն այդ էլ էս վերլուծում, ուզում ես հասկանաս խնդիրը ինչումն է։ Դրա իմ վերլուծություններով հետեւյալն է, որ մարդիկ չեն հավատում, այսինքն այն օրակարգ, որ Հայաստանի Հանրապետությունը չպիտի ղեկավարի Նիկոլ Փաշինյանը, ինձ թվում է 90+ է մարդկանց մոտ։ Ուղղակի խնդիր կա, թե ով ղեկավար է, ով ղեկավարին քանի օրենք չեն գտնում, դրա համար այդ նույն փողոցի միջոցով մնացած միջոցներով չեն գալիս դրան, բայց ամենակիչը 26 թվականին, եթե ինչ որ շատ
ժողովրդի հետ կապված, ժողովրդը արթնանալու, փողոցի միջոցով իշխանություն հանելու օրակարգ չստեղծվի, ուրեմն ամենակիչը 26 թվականի, ես չեմ պատկերացնում մեկը պետք է լինի, որ այդ ձեռքը գնա հանգարց ընտրի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այստեղ էլ մի բան կա, էլի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ասածը մի հոգի է, որովհետև այնտեղ ներքին ամեն ինչը կատարվում է իր հրահանգներով եւ տեսեք 7 տարի ղեկավարում են բազմաթիվ խնդիրների մեջ է հայտնվել իրենց կառավարումը, բայց երբեք օրակարգ իրենց կուսակցությունում չի առաջացել, որ վարչապետի պաշտոնը այսինքն վարչապետին փոխարինեն, որովհետև եթե ինքը խորհրդարանական կառավարում է ենթադրում է, որ կուսակցությունը հաղթել է, եթե որոշակի եթե ձեզանից մեկը չի կարում կառավարի կամ այն արդյունքները չի ստանում կամ ծրագիրը, որը ներկայացվել է, չի կատարում, պետքա գոնե իրենց կուսակցությունում օրակարգ առաջանա վարչապետի տեխնատ վարչապետին փոխելու, բայց երբևէ այդ օրակարգը մասին ժողովրդավարության բարձր գոնե վարչապետի իսկ այսինքն տենց օրակարգ էլ չի առաջացել, նշանակում է այստեղ 26 թվականի ընտրություն գնալու է Նիկոլ Փաշինյան, թե ոչ, այսինքն քաղաքացիական պայմանագիր չի գնալու ընտրություն։ Դա ինքը փորձն է ցույց տալիս։ Ես ուզում եմ հասկանալ, պարոն Մանուկյան, տեսեք, Հայաստանում հիմա ով քաղաքականությամբ զբաղվում է, կան խոշոր ուժեր, կան նախկին իշխանությունների հետ կապված կամ հենց նախկին իշխանությունները խոշոր առանցքներ, որոնք որ մինչև այսօր ընդդիմադիր քաղաքական դաշտում տոն են տալիս, կան արտախորհրդարանական բազմաթիվ ուժեր։ Այդ բոլորի մոտ մի օրակարգի շուրջ դեռևս հստակություն գոյություն չունի։ Մենք գտնվում ենք մի այնպիսի անդունդի մեջ, որտեղից դուրս գալը, ասենք այսօր Նիկոլ Փաշինյանը փոխարինվեց X անձով, էլի շատ դժվար է լինելու, շատ դժվար։ Ու ապագայի մասին քննարկումներն ու խոսակցությունները Հայաստանում բավական քիչ են։ Այսինքն Նիկոլ Դավաճանի եզրույթը կամ Նիկոլ, չգիտեմ, մյուս եւ այլն, այդ ամենը քիչ է, որպեսզի կարողանաս Փաշինյանին հեռացնել։ Ինչ պիտի դուք առաջարկեք, որ մյուսները չեն առաջարկում։ Ուրեմն ասում եմ եւս մեկ անգամ Հայաստանում հստակ կոնսենսուս կար, պետք է Փաշինյանը չկառավարի, բայց խնդիր կա թե ով կառավարի, դրա համար էլ թե փողոց չի գանձացվում, թե ընտրություններում է խնդիր առաջանում, բայց Փաշինյանին քննադատելու օրակարգ իրականում բոլորի մոտ պարզ է, անում են։ Հենց խնդիրն նա մեջ է, ձեր ասածպես, թե ինչ ենք առաջարկում, իսկ իմ առաջարկի հիմքը մեր միասնությունն է։ Այսինքն ցանկացած, եթե մենք առաջինը մեր մարդկային ռեսուրսը ամենագերական համարենք, այսինքն մենք Հայաստանում լինելով օրինակ 3 միլիոն մարդ, մեր համար ամենաթանկ ռեսուրսը մարդկային ռեսուրսն է։ Ունակ, առավել եւս ունակ մարդիկ։ Պետք է գեներացվի բոլոր ունակ մարդիկ հավաքվեն եւ ցանկացած ոլորտում ստրատեգիական ծրագրեր մշակելով առաջ գնանք։ Իսկ ինչը չի արվում հիմա, այսինքն հիմա ոնց է կատարում, կադրային քաղաքականությունը հիմնվում է միմիայն նեղ կուսակցական եւ անձնական շահերի հիման վրա։ Բավական, ներողություն եմ խնդրում, լիրիկա է։ Այսինքն միասնականությունը ասել է ու ճանաչելը դրանով չի ավարտվում։ Չէ, լիրիկա կարա լինի, գիտես, ոնց է ժողովրդին այնքան են խաբել իրականում, որ այնքան են այդ ամեն ինչը ասել խոսքեր ու եղել են զուտ խոսքեր, դրա համար դառը լիրիկա։ Դրա համար ժողովուրդը ընտրություն կատարելուց հստակ պետք է տեսնի, այդ բառերը ում բերանից են դուրս գալիս։ Իսկն եթե մարդուն ինչքանով իր խոսքերի տերը, դա մարդու անցյալն է ցույց տալիս, չէ՞, քո անցած ճանապարհը։ Եթե դու խաբել ես 1 անգամ, 2 անգամ, 3 անգամ կամ բազմակի անգամներ, իհարկե իր ասած խոսքերը, ձեր ասած լիրիկա է կամ առավել եւս մի քիչ պոպուլիզմ է կամ չգիտեմ ինչ է։ Եթե շատ կարևորը ովքերն է ասում, չէ՞, եթե դուք ձեր շրջապատում ունեք մարդիկ, չէ՞, թե ինքը մի ծրագիր ներկայացնում է կամ ասում է, դու գիտեք հստակ անելու է։ Եթե մարդիկ կան, որ անկախ նրանից ինչ ասի, ինքը գիտեք, որ չի անելու։ Այսինքն այն ճշմարտությունները իրականում բոլորը գիտեն, պարզ են ճշմարտությունները, թե ոնց տեսականորեն բոլորն են, միգուցե շատերն են կամ կարողանում ներկայացնել, թե երկրի հետ կապված ոնց երկիրը կառավարես, բայց շատ կարևոր է թե այդ խոսքերը ումից են դուրս գալիս եւ ինչքանով են խոսքի տերը։ Այսինքն նույն Նիկոլ Փաշինյանի կողմից բազմաթիվ լավ ծրագրեր են, չէ՞, ներկայացվել, բազմաթիվ, բայց գրեթե ոչ դրանց 90% ավելը չի իրագործվել։ Հիմա 2026 թվականին ընտրող ոնց կարա, ես զարմանում եմ, ոնց կարելի է գնալ մի մարդու ընտրել, որը 7 տարի իր ասածները չի արել, ամենակիչը։ Դե ոչ միայն չի արել, այնտեղ տարբեր բաներ կան, բայց ներողություն եմ խնդրում, եւ իմ ասած լիրիկան ոչ թե վերաբերվում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը գնա թե չգնա, իմ ասած լիրիկան այն է, որ երբ որ դու ասում ես, որ քո հիմնական թեզը հրապարակային քաղաքականության
միասնությունն է, մենքի գաղափարն է, կամ մենքի գաղափարն է, որի առանցքն հայն է։ Դրանով արկա խնդիրների լուծման դեղատոմսը դեռևս պարզ չի, այդա է լիրիկա։ Երբ որ մոտենանք ընտրություններին, իհարկե մեր ցանկացած հարցազրույցի կամ մնացած հանդիպումների ժամանակ ներկայացվելու է մեր Ես օրինակ բերեմ։ Բայց երբ որ մոտենում ենք ընտրությունը, հստակ ծրագիր է ներկայացվելու, ասենք ոնց ենք մենք ընտրում։ Մենք որպես հասարակ ընտրող ոնց ենք ընտրում։ Եթե գիտակցաբար ես ընտրում, նայում ես մարդու ծրագիրը եւ նայում ես այդ մարդը իր անցյալից ելնելով ինքը իր ծրագիրը կատարող է թե վերջ։ Դա միակ բանաձևը կներես, Նարեկ ջան, միակ բանաձևն է։ Ես մի օրինակ բերեմ, որպեսզի ավելի հստակ լինի հարցիս իմաստը, հա։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի եթե այս կիրակի ընտրություններ եղավ, բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ ինքը հաստատ 50 գումարած մեկ չի հավաքելու, այսինքն միայնակ կառավարություն չի ձևավորելու։ Հիմա Փաշինյանի միակ հնարավորությունը նորից կարողանալ հետ ստանալ հանրային որոշակի, չասեմ, անգամ դրական վերաբերմունք, այլ անգամ ստիպված քվե, այսպես ասենք, դա Ադրբեջանի հետ հնարավոր կնքվելի խաղաղության պայմանագիրն է, որտեղ ես անձամբ պատկերացնում թե ինքը այդ թուղթը ոնց է վերցնելու, անունի ինչ ուզում եք դրեք, կարող խաղաղություն լինի, թղթի բովանդակությունն էլ է երկրորդական։ Ամասիայից մինչև մեղրի թափա տալու այդ թուղթը ու ասելու է, որ ով եկավ հակառակը ձեր մոտ, իմացեք այդ մարդը պատերազմ է բերելու, ահա, առարկայական խաղաղություն, այսքան տառապանքներից հետո մենք խաղաղության ենք հասնում, սահմանները բացվում են, առևտուր ենք անելու, մեր երեխեքը այլևս սահմանին չեն զոհվելու, ամենօրյա լարված իրավիճակում չեն ապրելու, ու այդ ամեն ինչի գառանտը ես եմ։ Սրա հակաթույնը ո՞րն է լինելու օրինակ, հիմա լավ ասենք հասկացա, դուք նոր եք մտնում, հա, քաղաքական դաշտ։ Այդ դրա հակաթույնը մոտավորապես։ Աջան դուք հավատում եք իր խոսքերին։ Ես։ Հա դուք հավատում եք։ Դա ինձ շատ դժվար է դրա մեջ մեղադրելը։ Չէ, հավատում եք թե չէ, կարճ ասա։ Ոչ։ Ինչի՞ համար չեք հավատում։ Ինձ միջին վիճակական քաղաքացու հետ մի հաշվեք։ Չէ, ես համարում եմ, որտեվ ասենք ինքը բազմակի անգամ իր կառավարության ծրագրից բազմակի անգամ սուտ է ասել։ Եվ ասենք ցանկացած ընտրող պետք է առաջին հերթին հիմնվի դրա վրա։ Մեր մոտ ուղղակի մեր ընտրողների մեջ ինչ խնդիր կա։ Մտածում ով լինի մեջ է խնդիրը։ Իսկ եթե իրականում ինքը չվախենա, ինչ որ պաշտոնից կամ մնացած հիմա Հայաստանում պետական համակարգում 90% իրեն չեն հավատում։ Պետական համակարգում 90% իրեն չեն վստահում եւ չեն ուզում ինքը երկրի ղեկավար լինի։ Եվ հաջորդը թե ով լինի մեջ է խնդիրը։ Այսինքն եթե մարդ ասում բազմակի անգամ սուտ է ասել, էլ ինչին լսես։ Իսկ թղթի պայմանագիրը համաձայնագիր կամ կարելի ասել մեր եւ Ադրբեջանի միջև աշխարհում բազմաթիվ անգամներ այդ համաձայնագիրը ու պայմանագիրը խախտվել են, հիմք չեն։ Առաջին պետք է լսենք թե հակառակ մյուս պետության ղեկավարը ինչ ասում, իր հռետորաբանությունը ինչ է։ Ինքը ուզում է 300,000 ազերի գա Հայաստանում ապրի։ Ինքը ուզում է որ ասում է Երևանը մերն է, ասում է ոդկով ենք մտնելու։ Հիմա ինքը խափում է, բայց կյանքը ցույց որ ալիվը չի խափել, ինչ ասել է արել է։ Գրեթե ինչ ասել է արել, իսկ հակառակը մեր երկրի ղեկավարը ինչ ասել է գրեթե ամբողջությամբ չի արել։ Հիմա ես որպես հասարակ ընտրող, այսինքն պետք է բացառվի, չէ՞, Նիկոլ Փաշինյանը ընտրելը բացառում ենք, մնում է, եթե մենք այդքան անկարող ազգ ենք, որ մարդ չունենք ընտրելու, դժբախտություն է։ Իսկ գտնում որ տեն չի։ Նույն որ մենք մտնում ենք, ես մտնում քաղաքականության մեջ, իմ շրջապատով ես մեր գաղափարները ինչ են, որտեղ մենք կարող մարդիկ ենք, ես համարում եմ, այդ գլուխ գովալ չի, ես համարում եմ, ես կարող մարդ եմ։ Ես իմ կյանքում եմ ցույց տվել կարող մարդ եմ։ Ես առաջարկում եմ, կարամ այս ինչ ծրագիր, թե ինչ ծրագիր կարամ անեմ, էդ էլ է ներկայացվելու։ Կետարկ այդ ոլորտ արտ ոլորտ։ Բայց ասում եմ, այդտեղ ծրագիրը ինչքանով կարևոր չի ծրագիրը, երբ որ մարդ սուտ ասան է կամ խափում, արդեն ծրագիրը կարևոր չի։ Այսինքն այս մեկին բացառեցինք, չէ՞, որ ինքը արդեն իր ասածները չի անում։ Հիմա պետք է որտեվ իրականում տեսեք բացառեցինք մնացին այն մարդիկ ովքեր որ չեն խափել այլ դրանց մեջ պետական համակարգ վարչական ռեսուրս դրսի աջակցություն այդ սա բան է պետական համակարգը դուք կարծում եք Նիկոլ Փաշինյանն է ընտրելու պետական համակարգը հենց հիմա ուժայինների տեսքով մինչև մենք խոսում ենք բան անում ենք ստանում ենք SMS-ները կալանավորում է ձերբակալում է ընդդիմադիր սրբազան պայքարի աջակիցներին հենց հիմա գիտեք երկու օր առաջ կալանավորեցին ասենք Սամվել Կարապետյանի որ ոչ մի վատ երազում չէր կարա պատկերացնել այսինքն Սամվել Կարապետյանը ինչ որ մեկ օր պատկերացներ ասել կծիծաղային նրա վրա ու ինչի համար ինչ որ բառի համար ասում մարդը որ ըստ ես իմ ձևով կլուծեմ առավել եւս երբ որ ինքը նախկինում իր ձևով լուծումները ինչ որ վատ լուծումներ չեն եղել որ ասես գիտես համեմատում է իր նախկին լուծածների հետ իսկ ասում է ին ձևով կլուծեմ բայց ցանկացած մարդ հարցը իր ձևով է լուծում կարող ուրիշի ձևով լուծի
բացատրելու բան էլ չկա, ես չգիտեմ, այդ ոնց կարելի է այդպես բան հորինել, այդպես հոդվար։ Ու այդ դրանից ենթադրում ես, որ մենք մեր երկրի ղեկավարը բռնապետ է հիմա։ Ու մենք չեմ կարող ասեմ, այդպես բռնապետությունում ենք ապրում, որտեղ դա այդպես մերթ-մերթ է կախված, թե ընդդիմադիր, չէ, ընդդիմադիրն ով է եւ ինչքան վախ ունենք այդ ընդդիմադրից։ Եթե այդպես ընդդիմադրի հետ կապված լուրջ չենք ընդունում, ուրեմն իրեն չենք ձերբակալում, թող մնա մենք էլ ցույց տանք, որ մենք բան ենք, այդ ժողովրդավար պետություն ենք։ Եթե այդպես լրջանում է, մտածում ենք ինչ անենք։ Նույն այդ տաշիր պիցաների հետ կապված ասում համընկնում է, ինչ համընկնում է, ու մենք բոլորս հիմար ենք, հիմարների ազգա, ասենք, ասում է դա հերթական ստուգումները համընկնում է։ Դե բերեք, կամ եթե ինքնախապեյությամբ զբաղվել է, իսկ այդ կորցնելը թեզ է, ասենք, մարդ երբ որ զբաղվում է ինքնախապեյությամբ կամ պետությունը։ Չի ես այդպես դրա համար ասենք լուրջ չեմ ընդունում, ասենք ինչ որ մեկին, որ ինքը կարա ձեռքը տանի Նիկոլ Փաշինյանին ընտրի, ասում եմ ասում Նիկոլ Փաշինյանին, որովհետև այդ կուսակցությունը ապացուցել է, որ իրանք մենք ընտրում ենք Նիկոլ Փաշինյանին։ Երբ որ տեսնենք, որ իրանց կուսակցության ներսում կա անդիմություն, կուսակցության ներսում խմորումներ կան, ասում են, գիտեք, սենց չի, դուք չեք կարում, էս եք անում, այնու կմտածենք, ասենք, կուսակցության ընտրենք, թե չընտրենք։ Հստակ ընդեղ ասենք, ընտրումը անձ, իսկ այդ անձը բազմաթիվ անգամներ մեզ խաբել է, ասենք, դրա համար թուղթ բերի, թուղթ չբերի, կամ ինքը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ում հետ է, ինչ միջը, իրանց օրակարգով է, չէ՞ շփվում, ոչ իրա։ Ադրբեջանը Թուրքիայի օրակարգը, իսկ իրանց օրակարգը հստակ ասվում է, չէ՞, ինչն է, իրանց օրակարգը ամենակիչը տեն չգիտեմ, փուլային process է, էլի, փուլային ծրագրել են, որոշել են ոնց անեն։ Այսօր կվերցնենք Միջանցքը, վաղ կբերենք 300,000 ազերին, այն մյուս օրը կասեն գալիս ենք իրանց պաշտպանենք, ինչ որ փուլ է, ինչ որ մի հատ փուլով, վсё, Հայաստանը մի քիչ դե հիմա Էսպանիան, որ ասում ես, գիտես, տունը նստած մեկը ասում է, տեսեք ինչ գերադրական բառերով, ինչ ֆանտազիաներ է ասում, դեպս 18 թվականին էլ ոչ մեկ Արցախում նստած, Ստեփանակերտում նստած կամ Արտակերտում չէր պատկասնում, չէ՞ տուն չի ունենալու։ Այսինքն պետք է ամեն ինչը այս անցյալը տեսնելով մարդիկ իրենց եզրակացություններ ունեն ու պետքա չի կարա լինի, ասում է, ինչ որ մեկ, երբ որ մարդիկ նորմալ ներկայացնեն։ Կարա լինի, գիտեք, երբ որ այլընտրանքը լինի մարդ, որ իրանց ինքն էլ է ինչ-որ որոշակի խնդիրներ առաջ, որը եղավ, ասենք, օրինակի համար, չգիտեմ, 21 թվականին որոշ տեսան, որ երբ որ լինի ինչ-որ մարդը, այս ինչ քաղաքական գործիչը, որի հետ կապված էլի խնդիրներ տեսան։ Ռոբերտ Քոչարյանի մասնա խոսքը ասում։ Ռոբերտ Քոչարյանն է, չգիտեմ, մյուսն է, ինքը գլոբալ, ես ոչ թե չեմ ուզում անուններ ասել, այստեղ որտեղ որ անձերին անում ես, անձերի հետ կապված հարցեր ես առաջում, առավել եւ ընդդիմադիր անձանց, այդ ոնց որ Նիկոլ Փաշինյանի ջրաղացին ջուր լցնես, բայց իրականությունը հետեւյալն է, որ ժողովուրդը ինչ որոշ վախեր ունենալով չուզեցավ ընտրի այլընտրանքին կամ այլընտրանքներին, ասենց ասեմ, չուզեցավ։ Չէ, մարդը ասում են, բայց 21 թվականին որ գալու եմ Շուշին եւ Հադրութը դեօկուպացնելու եմ, Արցախի խնդիրը լուծելու եմ, անջատում հանուն իրականություն եւ այլն, 26 թվականին ներողություն երբ էր, 3 առաջ օրը պարլամենտում թե 3 ասաց, որ Լեռնային մենք ոչ թե կորցրեցինք Լեռնային Ղարաբաղը, այլ գտանք Հայաստանի Հանրապետությունը։ Դե արի ու քո ողջ ֆիլոսոփայությունով բացատրի դա ինչ է նշանակում։ Այդտենց էլի չեմ պետք է չի լսել, ինչ ուզում ասում ենք, հասկանում։ Դե չեն կարող չլսել ինքն է երկրի ղեկավարը։ Դե այդ գիտեք ինչից է, երկրի ղեկավարն է, մեկ էլ որ ընդդիմությունը օրակարգ չի ստեղծում դրա համար է։ Այսինքն մենք ուզում ամբողջ օրը նայում ենք այդ իր Facebook-ում ինչա գրվում, էսա գրվում, այնա գրվում, դրա համար ընդդիմությունն էլ պետք է օրակարգ կարողանա ստեղծի, որ Դե հիմա այդ համար եմ ասում, էլի ձեր օրակարգը ո՞րն է լինելու այդ բառագայում, ո՞նց է կարող։ Ամենակարևոր որ կողքից դիտում ես առաջերտին, ասում ես լավ, որպես մի հատ վերլուծենք, ասենք հասկանանք երկրում խնդիրն ինչ է, մեր երկրում ամենամեծ խնդիրը մեր տարանջատված լինելն է, այսինքն խմբեր կան, մի քանի խմբեր, ես մի խումբը ատում եմ, մյուս խմբին մի խումբը նրան։ Այդ ամեն ինչը չի կարող նման ձև լինի, այսինքն արդյունքում մենք հանրային հաշտեցման մասին եք խոսում։ Միանշանակ, այսինքն պետք է ամեն ինչը սկսվի ով որ գային օրակարգով, որ ինչ որ խմբի հետ կապված որոշակի վրեժ է լուծելու, ինչ է լինելու խմբի կամ ասենք 100,000 բնակչի հետ կապված 50,000-ի, այդ մարդը չի հաջող ես երկրում։ Այսինքն գալու պետք է այս երկրի ղեկավարին ասում, որ իրականում բոլորին սիրում է, անկախ նրանից թե ինքը ինչ քաղաքական Հայաստանն է, քաղաքական Հայաստանը մեր հայ լինելու, պետություն ունենալու, մեր հիմնարար գաղափարների հետ կապ չի կարող ունենա։ Այսինքն ես դուք արանք տարբեր մտածում։ Բոլորին սիրելը մի քիչ դժվար է։ Տարբեր կարանք, չէ, դժվար չի։ Բոլորնեք տարբեր կարանք, տարբեր կարանք, երկրի ղեկավարի դեպքում դժվար չի։ Երկրի ղեկավարը պետք է իրականում իր յուրաքանչյուր քաղաքացուն սիրի, ու դա ֆանտաստիկա չի, հետո ինչ եթե
իրականացնում է քիչ է պատահում, չի նշանակում չի լինում։ Հարկ է, թե չի պատահում, չի նշանակում։ Սիրել բառից այլևս մի քիչ հետաբան եմ լինում, վախենում եմ, որտեվ 18 թվականին եկան սիրելով, այդ սիրելու արդյունքը վերածվեց բռնաբարության։ Հայաստանում ազգային բառով, ազգային բառը այնքան է չարաշահվելու, այնքան կուսակցություն եղել, որ այդ ապազգային են դառել, հիմա չօգտագործենք այդ բառը։ Դե հիմա ազգային բառը լավ առանձնապես բան տրենդի մեջ չի։ Դե տրենդի մեջ չի, դե սխալ է, որտեվ ինչ թելադրվում է, այսինքն կոպիտ ասած sense երկրում մոդան թելադրում է երկրի ղեկավարությունը։ Մեկ էլ կարա իշխանությունը, դե կարա լինի հիմա շատ ուժեղ ընդդիմություն, որ ինքն էլ իրականում թելադրող լինի։ Դե հիմա այդ վիճակում չի։ Ու տեսեք 18 թվականին ոնց եղավ Նիկոլ Փաշինյանի իշխանության եկավ մերժելով իրան չընտրեցին, չլսեցին ինչ ծրագրեր ասում։ Մերժեցին ինչ որ մարդու։ Ու պատճառը հետևյալն էր։ Ես էլի հաղորդում եմ եղել որի ժամանակ ասել եմ, պատճառը եղել է արդարության, զգացողության բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա դրա մեջ կարևոր դեր է կատարել ընտրությունների կեղծումը, մնացածը։ Այդ բերես նրան, որ չլսելով, չհասկանալով ում են ընտրում, ընտրեցին։ Այսինքն չլսեցին ինչ ծրագիր անում էս մարդը, ինչ անցյալ ունի իր խոսքերին, տեր չի, հասավ այն վիճակի, որ ասին դե ուզում է լինի։ Այնտեղ արտաքին քաղաքական հսկայական աջակցություն կար, եթե այդ ամեն ինչը չլներ, այդքան մարդ չէր հավաքվելու։ Այո, ես չեմ սիրում մեզ թերագնահատել ու ասել, որ մենք շարժվում ենք արտաքին քաղաքական միջամտություններով ու այդ որ աշխարհի բոլոր գունավոր հեղափոխությունները արտաքին քաղաքական միջամտության արդյունքում են։ Տեխնոլոգիան է, տեխնոլոգիայի ներդրումն է։ Ուրեմն մենք ենք թույլ տվել, եթե մենք հարցի մեջ ամենաառաջնային, հենց ամենակարևորն է, եթե դու այնքան մտածողություն չունես, քեզ կարում է ինչ-որ տեխնոլոգիայով փողոց անեն։ Մենք ինչով ենք լավ ղրղզներից, վերացիներից, նույն ուկրաինացիներից, ինչով ոչ ավելի խելացի ժողովուրդ, սովորական իրancsպես ժողովուրդ ենք, էլի։ Իրանք էլ այդ ամեն ինչին տրվեցին, մենք էլ տրվեցինք։ Մեր բացառիկությունը ինչու՞ն էր։ Դեպի խելացիանանք, դի չտրվենք, այդ է իմ թեզը, որ ասում եք ինչ ես առաջարկելու, բազմաթիվ նման բաներ եմ առաջարկելու։ Առաջարկել եմ խելացի ընտրություն կատարել առաջին հերթին, որ ընտրություն կատարեն ալգորիթմով։ Այսինքն ալգորիթմը շակվի, ինչ մարդ ընտրություն կատարելուց ինչի նայի։ Այսինքն ողջևորվի այդ օրվա էմոցիոնալ մի հատ քաղաքական գործիչի բարձր խոսալով կամ ինչ-որ լայքերով գնա ընտրի, չէ, ոչ, չէ։ Ասում առաջին հերթին պետք է նայ ցանկացած քաղաքական գործիչի անցյալին, սկսած իր ընտանիքից մինչև այն օրը, որ ինքը սկսել է քաղաքականության զբաղվել կամ մինչև ընտրության օրը, թե ինքը ինչ ճանապարհ է անցել։ Պետք է երկրորդը նայես, երբ որ այդ արդեն խնդիրը մնա ընտրությունը մնա նմանատիպ նորմալ քաղաքական գործիչների մեջ ընտրություն կատարելու, մարդիկ որ ունեն նորմալ ճանապարհ, իրենց խոսքի տեր են, այլ նոր պետք է նայես ծրագրերին։ Եթե մարդ իր խոսքին տեր չէ, ծրագիրը մի կարդա, ինչի համար կարդաս, ինչին կարդաս։ Եթե սիրում ես խաբվել, ասենք դու չես գնահատում քո երկիրը, չես սիրում, ասում ես ինչ ուզում ա լինի, դա ուրիշ հարց է։ Դե սիրավիճակում մենք բազմաթիվ ուսուցանելու հարցեր ունենք, ասենք մեր մարդկանց սովորենք ոնց ընտրություն կատարենք։ Գոռացողին բարձր, ասենք, գոռացողին ինչ որ խնդիրները ուրիշ տոներով ասելու կամ ինչ որ թեզեր է ստեղծում, որի հիմքը գնում ես ու հասկանում ես, որ հիմք չկար սրան։ Ասում են ինչ որ ասենք այս մեկը այս ինչ բան արել, բայց գնում տեսնում ես որ նման բան չի եղել։ Լավ, Արմենիա 2026, այսինքն հատուկ անունը դրել եք ԵՆՊ տրամաբանությամբ 2026-ին ընտրություններ են առանցքային օրը, առանցքային տարի է մեր համար։ Շեշտադրում է կատարվում, որ ժողովուրդը զգոն մտածված ընտրություն կատարի, շատ առանցքային տարի է։ Բայց դե պետք է կուսակցություն սարքեք, էլի ընտրություններ Ես համարում եմ, իհարկե, ես համարում եմ, որ կամ դաշինք ձևավորեք չի։ Կամ դաշինք կամ կուսակցություն, ես համարում ինչի՞ համար եմ հարթակը բաց թողել, չենք ի սկզբանե կուսակցություն չենք ստացել, մարդիկ չկաշկանդվեն ու կան բացի դրանից այլ հանրային կերպարներ այսօր դեր շարժման մեջ հանրային ոչ բազմաթիվ հանրային կերպարների հետ հանդիպումներ լինում է, բայց եթե մի բան դու նոր ես սկսում, մարդկանց մոտ ձեր ասածպես մեկը կասկածում է, որ այսինչ մեկի պրոյեկտն է, մեկը ուրիշի պրոյեկտն է, կամ մտածում է կարող մինչև վերջ չգնաս, ինչ որ մի բան ասեցիր գնացիր, այսինքն քո լրջության աստիճանը մեր աշխատանքով ամեն օր աշխատանքով կբերենք նրան, որ ավելի տեսանելի կլինի մեր շարժումը, հետագայում կվերածվի կուսակցության կամ դաշինքի եւ ժողովուրդը ավելի կընկալի այն բոլոր մտքերը, ինչ որ մենք ասում ենք, բայց սկզբնական հատվածում իմ կողմից է որոշում եղել հարթակը թողել բաց, որ մարդիկ չկաշկանդվեն եւ գան շփվեն, միավորվեն մեզ։ Ապագայի մյուս ամսվանից նաեւ մենք քաղաքական բանավեճի ակումբ ենք ստեղծելու ամսի երկու անգամ մարդիկ հավաքվել են մոտ 100 հոգի
արկա խնդիրների եւ ապագայի հետ կապված հարցեր քննարկվեն, ինքը չի լուսաբանվելու, բայց գաղտնի չի լինելու։ Ցանկացած մարդ կարող է գա ներկա գտնվի, բայց հեռուստատեսությամբ չի լուսաբանվելու կամ չի տեսաձայնագրվելու, որպեսզի ասենեն ինչ որ իրենք մտածում են, որովհետեւ մեկ-մեկ երբ որ տեսախցիկը պահում ես, մարդ զգուշ մի քիչ ավելի կաշկանդվում է։ Չէ, որպեսզի դուր գա, քաղաքական գործ չէ եկել, մի թեզ ասում, որ գիտի, այս պոպուլիստական թեզը ժողովրդի համար դուր կգա, որովհետեւ ցանկացած կամ բազմաթիվ թեզեր, նաև կամ բազմաթիվ թեզերից կեսը կարելի ասել, որ ժողովրդի համար այդքան դուրեկան չեն։ Պարոն Մանուկյան, վերջին հարցը պոպուլիստական որ ասացիք, հիմա Արցախի կորուստից հետո Արցախի հարցի շուրջ թույլ տվեք ասել պոպուլիստականից մինչև ամենառեալիստական բանավեճեր են տիրում Փաշինյանի փոփոխության պարագայում, ինչպիսին պետք է լինի պետության մոտեցումը, հա, ու իշխանությունը սա գործածում է նաև հերթական անգամ նրանով, որ ով խոսում է Արցախի հնարավոր վերադարձի մասին, ապա այդ մարդը միանգամից խոսում է պատերազմի մասին, որովհետև առանց պատերազմի Արցախ վերադարձան հնարավոր չի։ Դուք ձեր մոտ այդ պատկերացումներ ունեք, թե օրինակ Արցախի հարցը ձեզ վաղը հարց են տալու, հա, ասենք արցախահայերը մոտենալն ասելու են, որ Նարեկ Մանուկյան, Արցախի հարցով կարծիքդ ի՞նչ է։ Ուրեմն ես Արցախը, թե ես ծառայել եմ Արցախում, Արցախի հանրապետությունում որպես զինվոր։ Ես Արցախը իմ տունն եմ համարում, ես Արցախ համարում պատմական հայկական հողեր, բայց խնդիրն է անում, որ պատմական հայկական հողերը մեր մոտ չեն եւ միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի մաս մեր բազմաթիվ սխալների հետևանքով։ Եվ այս պահին այն մարդիկ, ովքեր ասում են մենք վաղ կգնանք հետ կվերցնենք կամ նպատակ կդնենք հետ վերցնելու, այդ ոնց որ ասենք 5 տարեկան երեխան ինչ որ 60 տարեկանում ինչ որ մի հատ պլանների մասին ասի։ Նախ 5 տարեկան երեխան պիտի լավ սովորի, կրթվի, լավ աշխատանքի անցնի, նոր 60 տարեկանում հասնի այն նպատակներին, որը եթե ինքը իրականում ունի։ Ու այդ Արցախի հետ կապված հարցերը շատ բարձրաձայնելով ու շատ բարձր գոռալով չի։ Եվ բազմաթիվ մարդիկ, ովքեր որ ասում են կգնան կվերցնենք, դա ես լուրջ չեմ ընդունում, այդտեղ որովհետև իրականության մեջ, երբ որ դες նպատակ լինի մենք գանք իշխանության, ինքը տնտեսական մեծ ջանքեր է պահանջում, դիվանագիտական ու դա բոլորը բարձրաձայնելու չի։ Դրա համար այստեղ հստակ պետք է բոլոր մարդիկ, ովքեր քաղաքականությամբ զբաղվում են կամ պետք է հայտ է ներկայացնում իշխանության Հայաստանի Հանրապետությունում, հստակ իրենց մեկ հարց պետք է տրվի։ Դու համարում ես Արցախի հողերը, Արցախը հայկական հողեր, թե ոչ։ Մնացածը տեխնիկական եւ մնացած են ու ասում բարձրաձայնելով կամ տեսախցիկի մոտ ասելով չի, որ դուք եք այդ հասկանում։ Եվ իմ մոտեցումը հետեւյալն է, ինքը հայկական, պատմական հայկական հողեր են, բայց այս պայն գնալ հետ վերցնելը կամ մենք որ կամ ժողովրդին, երբ որ հայտ ես ներկայացնում, որ պետք է լինես իշխանության ու ասում ես պետք է գնամ պատերազմի, դա լա մի քիչ ոչ թե պոպուլիստական չի, այլ ընկալելի էլ չի։ Այսինքն պատերազմները վարում են ոչ մեկ պատերազմում մեղր կարակ չեն բաժանում եւ պատերազմները վարում են հիմնականում ստիպված։ Պետք է մենք ուղղակի մեր բանակը շատ հզոր լինի, մեր տնտեսությունը շատ հզոր լինի, մնացածը մեր որոշելիքն է։ Այսինքն մենք եթե ազգովի ինչ որ բան որոշենք, այդ կանենք։ Ես տենց եմ կարծում։ Շնորհակալ եմ շատ։ Հրավերս ընդունելու հետաքրքիր զրույցի համար իմ հյուրն էր Armenia 2026, չգիտեմ, շարժման, հա, երևի, շարժման ղեկավար Նարեկ Մանուկյանը։